Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ եւ միջև հաղորդումը սկսել եմ, ինչ հաղորդում սկսել է, հարգելի կանայք, հարգելի աղջիկներ, թույլ տվեք շնորհավորել ձեր մայրության եւ գեղեցկության տոնը, այսօր ապրիլի 7-ն է։ Ցավոք աշխարհը շարունակում է կա այդպիսի մի տեսակետ գլորվել դեպի անդունդ, պատերազմների վտանգը եւ պատերազմները շարունակվում են, ուժեղանում են եւ կարծես թե այդ ամենը վերջ չունի, գործընթացները միայն եւ միայն խորանում են եւ ահագնանում են։ Եվ այս պահին մենք մեր տարածաշրջանում առնվազն 2 պատերազմի վտանգ ունենք, ցավալի իրողություն, բայց դա կարծում եմ փաստ է, մեկը դա մեր հարավում, Իրանի շուրջ պատերազմն է, հնարավոր հարձակումն է Իրանի վրա, որը կարծես թե շարունակում է պատրաստվել, եւ երկրորդը այստեղ որևէ նոր բան չեմ ասի, դա ադրբեջանական սպառնալիքն է, Ադրբեջանը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր եւ շարունակում է էսկալացիոն սցենարներ մշակել, շարունակում է իրավիճակը գլորել դեպի էսկալացիա, պատճառը կարծում եմ պարզ է։ Այսօր մենք խոսելու ենք այդ շատ կարևոր թեմաների շուրջ մեր գործընկեր քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի ռետորաբանությունը նորություն չէ, շարունակվում է, մեղադրանքներ, կրակոցներ, արդեն բոլորը նույնիսկ մեր եւ ԱԳՆ-ն եւ Պաշտպանության նախարարությունը ընդունում են, որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ, բայց այդ կրակոցները կարծես թե նշանառուի տակ չեն, էլի այդ կրակոցները, չնայած մենք ունենք մեկ դեպք, երբ որ Խանածող գյուղում վնասվել է մեկ տուն։ Ձեր կարծիքը դեպի ուր է գլորվում այս իրավիճակը։ Ադրբեջանը պարզապես հնարավորություն է փնտրում չստորագրել այն պայմանագիրը, որը ֆորմալ որևէ պատճառ չունի չստորագրելու, որովհետև Հայաստանը երկու վիճելի կետում միակողմանի գնաց հերթական զիջումների, կարծես թե անկյուն են մտել եւ պետք է ստորագրեն, բայց Ադրբեջանի հայտնի է, որ իրենք գործընթացից ավելին են ստանում, սովորեն տարիներով արդեն, որ երրորդ տարին է, իրենք գործընթացից ավելին են ստանում, քան ինչ-որ ֆիքսված արդյունքներից։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը անընդհատ հերթական զիջման է գնում եւ այդ զիջումների հատակը չի երևում, այդ երկու կետը բառօրինակ են, երբ Հայաստանի Հանրապետությունը ընդունեց պաշտոնապես, որ գնում է զիջումների եւ հրաժարվում է իր առաջարկներից եւ ընդունում է ադրբեջանական տարբերակը այդ երկու կետի։ Դա ակնհայտ է, դա բաց է։ Հիմա պետք է ստորագրել, հիմա խնդիրը այն չի, որ այդ պայմանագիրը իրենց համար այնքան վատն է, ինչպես որոշ ռոպագանդիստներ փորձում են մեզ համոզել, այդ դրա համար Ադրբեջանը չուզում։ Ոչ, թուղթ ստորագրված թուղթի փաստն է վատը։ Իրենց պետք է գործընթացը շարունակել, անդադար թողորդ տալ, ճնշումներ գործադրել, Հայաստանից կորզել հրապարակային զիջումներ։ Հրապարակային զիջումները փաստաթուղթ, նոր փաստաթուղթ դարձնելը կամ դրան իրավական միջազգային իրավունքի տեքստ տալը դա մյուս խնդիրն է, բայց հիմա իրենք դոսի են հավաքում այդ զիջումների, որ միակողմանի անում է Հայաստանը եւ այս գործողության ձևը իրենք ամենայն դեպս Ալիևի ադմինիստրացիան համարում է շահեկան իր համար, համարում է, որ շատ էֆեկտիվ է, շատ օգտավետ է, գուցե հնարավոր է, որ երկրորդ պատերազմը, եթե ավելի շուտ էլ անեին, այսքան զիջումներ կարող է չստան, ինչու չանեն, դրա համար ամեն բան անելու են, որպեսզի պայմանագիրը չստորագրվի, չստորագրելու լավագույն ձևը որն է, բախումը, պատերազմական ինչ-որ իրավիճակը, զոհեր լինեն, նույնիսկ ադրբեջանական կողմից Ալիևի վարչակարգի համար մարդկային կյանքը որևէ արժեք չի ներկայացնում, ասենք լինեն զոհեր, կարելի է ուրեմն դիրքավորվել որպես տուժած կողմ, որպես այսպես զոհ եւ ասել թե ինչպես մենք կարող ենք ստորագրել, թե մենք զոհ ենք եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմա գնում է ամեն ինչ արվել։ Հույսը ո՞րն է։ Ես երկուսն է։ Մեկը որքան երկար այնքան զիջումները կորզել ավելի հեշտանում է եւ Հայաստանի Հանրապետության անդադ լարման մեջ պահել, դա կոչվում է լարման ռազմավարություն, անդադ լարման մեջ պահել հանրությունը, կառավարությունը, բանակը, դիվանագիտությունը, հա, բիզնեսը,
անընդհատ պարտներներին, բոլորին պահել լարման մեջ, եւ երկրորդը իրենց հույսը, որ դուք արդեն ասացիք, Իրանի հետ բախման դեպքում, եթե Ադրբեջանը ինչ-որ դեր է ստանձնում հակաիրանական այդ կոալիցիայում, ապա իրեն դրա համար ինչ-որ, այսպես ասեմ, բոնուսներ նախատեսվում են, եւ հնարավոր է ինքը մտածում է, որ որպես բոնուս ինքը կարող է Հայաստանից շատ ավելի կարևոր եւ ցավալի զիջումներ ստանալ։ Ինչու նախապես որևէ պայմանագրով սահմանափակել այդ հնարավորությունները։ Սա է Ադրբեջանի պահվածքը շատ իրականում պարզունակության աշճան, պարզ պահվածք է եւ պարզ նպատակներով։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք Ադրբեջանը հարձակվի եւ հետո զոհի կերպարով փորձի հանդես գալ, հիմա 21-րդ դար է, կան արբանյակային միջոցներ հետախուզության եւ մենք վերջը հողի վրա ունենք Եվրամիության դիտորդական առաքելություն, որը այդ ամենը ֆիքսելու է։ Ադրբեջանը ինչպես է կարողանալու դա ներկայացնել որպես հարձակում, երբ որ արդեն կարծես թե բոլորին ակնհայտ է ադրբեջանական ակնհայտ, ինչպես դուք ասում եք, քաղաքականությունը, եւ ընդհանրապես ամենակարևորը Ադրբեջանը այսօր արդյոք այն պետությունն է, որը կարող է մարսել այդպիսի հարձակում։ Նախ եկեք չմոռանանք նմանատիպ ռեժիմների գործոնը, երբ որ պետությունը մի մարդու դառնում է հավելված, Ալիևի հավելվածը, ապա իրականության ընկալումը այնպես ինչի, ինչպես մենք հիմա այսպես նստած ենք այս սեղանի շուրջ եւ փորձում ենք խելամիտ մոտեցում ցուցաբերել, դա այլ մոտեցում է, եւ մենք եթե շատ ավելի մեծ եւ հզոր պետությունների ղեկավարները ոչ adekvat քայլեր են անում, ապա ինչ եք ուզում շատ ավելի փոքր եւ ոչ ազդեցիկ պետությունից։ Իր ընկալումը իրականության տարբերվում է նրանից, ինչ կարող է վերլուծական միտքը, ասենք, ուրվագծել իր համար։ Իր պատկերացմամբ ինքը հարց լուծող է, սա ադրբեջանցի ժողովրդի աստեղային ժամն է, ինչի հետ ես համաձայն եմ, որովհետև դեռ կա նավթը, դեռ կա գազը, դա գործոն է, ռազմական հաղթանակ, երևի թե ամենաբարձր կետն է բանակի, այն որ 35 տարում դա այո, բայց նկատի ունեմ Ադրբեջան պետության ողջ գոյության հնարավոր ապագա գոյության նաև ընթացքում, այսպեսի հնարավորություն, այսպեսի բանակ ունենալը կարող է 20 տարի հետո լինի անհնար։ Իր ժամանակի պահանջներին համաձայն հասկանում եք, չէ՞ որ այնտեղ բան չի, այսպես միանշանակ չի, 2 գումարած 2 4 չի, այնտեղ մի ավելի բարդ հաշվարկ է, ինչու չօգտվել։ Եվ ամենակարևորը ինքը կարող է լուծել դինաստիկ խնդիրը, ասենք Ալիևներին, Ալիև-Փաշաևների երկիրը այն ինչ որ իրականում կա, ինչ որ ձևով նույնիսկ օրինականացնել։ Այսինքն ձեռք բերել անձնական տոհմական սուլտանատ։ Սա իր պատկերացումներն են, հա։ Եվ այստեղ կա այնպես չէ որ ամեն ինչ որ իրացիոնալ է, դա կա ռացիոնալ բաներ նույնպես։ Օրինակ շատ լավ ընկալում կա, որ 3 գումարած 3-ի են տակի 3-ը չէ լավ բան չի։ Կարևոր չի դու Ադրբեջանն ես, Հայաստանն ես, թե Վրաստանն ես, որ դրա տակից պետք է դուրս գալ եւ փորձել։ Այն վերևի 3-ին գոնե միանալ, եթե լինում է այդ 3 գումարած 3-ը։ Դրա մեջ կա ռացիոնալ, որ նավթի գազի այդ շահագործումը եւ դրա տված հնարավորությունների շահագործումը 1000 տարի չի տևելու։ Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները եւ այլն, բացի դրանից պաշարները երկրի եւ ինչ որ սահմանափակ են։ Այդ հնարավորություն եւ այլն։ Իր հաշվարկով սա աստեղային ժամ, ինչպես ասենք Տրամպի հաշվարկով ամերիկան դրական առևտրական ստալդո ապահովել բոլոր երկրների հետ աստեղային ժամն է, Պուտինի համար սովետական միություն վերականգնելու աստեղային ժամն է։ Այդ տիպի գործիչները Էրդողանի համար խալիֆատ ստեղծելու կամ օսմանյան կայսրություն ինքն էլ չի դեռ կողմնորոշվել թե ինչ է ուզում ստեղծել, աստեղային ժամն է։ Այդ գործիչների մի ամբողջ սերունդ կա հիմա աշխարհում, որոնք այլ կերպ են ընկալում աշխարհը, քան ասենք մենք եւ շատ միլիարդավոր այլ մարդիկ։ Պարոն Հովհաննիսյան, դուք հիմա չափազանց զգայուն թեմայի կապակ։ Ես թույլ տվեք չհամաձայնվեմ, որ Ալիևը աշխարհը այնքան էլ ռեալ չի ընկալում։ Ալիևը այս 2003 թվականից սկսած, երբ որ նա ժառանգություն ստացավ իշխանությունը,
միշտ իր բոլոր գնահատականներում եւ գործողություններում չափանցած հաշվարկած է եղել։ Նա երբևիցե կարմիր գիծը չի անցել։ Նա անում է միշտ այնքան, որքան իրեն թույլ են տալիս։ Եվ ի հակառակ դրան մեր երկրի բոլոր իշխանությունները, առնվազն սկսած 94 թվականի Բիշկեկից անընդհատ սխալներ են թույլ տվել։ Եվ այդ Ալիևյան պահվածքը, դեռ Հեյդար Ալիևյան պահվածքը ճիշտ չեն գնահատել։ Մենք ռազմավարական սխալ ենք թույլ տվել, երբ որ մեր հույսները դրել ենք Ռուսաստանի վրա, եւ դրանից հետո այսպես անընդհատ ռուսերեն լավ բառ ասում են բանակատնի։ Անընդհատ այդ հաշվարկը գնացել է։ Հիմա լավ մի հատ հասկանանք, մենք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Հիմա Ալիևն է սխալ ճանապարհով գնում եւ իրականությունից հեռու է, թե միգուցե մենք Ալիևը, դե մենք որ սխալ ճանապարհով ենք գնում, դա չի գնացել եւ գնում ենք, դա չի քննարկվում նույնիսկ։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Դա շատ քանի որ անձնավորված պետականության ձև է հստակեցման կարիք կարող է դրա համար եմ անձը զարգացման մեջ այն ժամանակ երբ Ադրբեջանը պարտված ջախջախած իշխանության գալու պահը հիշենք պարտված ջախջախված երկիր post-սովետական իր բոլոր խնդիրներով աշխարհի բոլոր կոմունիկացիաներից կտրված եւ այլն հաշվարկը նա էր որ պետք է միանալ կոմունիկացիաներին պետք է ոտքի կանգնել պետք է Ռուսաստանից կախվածությունը առնվազն մեկ կարգ ավելի քիչ լինի քան Հայաստանինն է էլի Ռուսաստանից կախված բայց մեկ կարգ միշտ Ադրբեջանը ավելի պակաս է կախված եղել որ իրեն հնարավորություն է տվել համագործակցել այլ երկրների հետ եւ այս պահին արդեն մի քանի կարգ է պակաս այո բնականաբար եւ գնում է ճանապարհ որովհետեւ մենք ջախջախված պարտված չէինք այդ դրա համար հիմա բարձ է հիմա հարցը նա է որ ինքը ասել է իր աստեղային ժամին ինքը կերտեց ադրբեջանցի ժողովրդի պատմությունը 20 թվականին հա եւ ավաղ այդպես լինում է ես ամենևին չեմ ասում որ մենք հույս դնենք Ալիևի սխալների վրա դրա մասին չի խոսքը որ իր ընկալումը ես նորից եմ կրկնում նույնիսկ հենվելով ճիշտ գործոնների վրա արդեն ասցի նավթ, գազ, ամենաուժեղ բանակը հարավային Կովկասում, Թուրքիայի աջակցություն կարող շարունակել։ Բոլոր դեպքերում արևմուտքի կախվածությունը ռեսուրսներից, վախը, որ ռեգիոնը նորից կվերցնի Ռուսաստանը կամ Թուրքիան ամբողջությամբ իրենով կանի, վախը, որ Իրանը կհզո, այդ ամեն ինչ օգտագործելով իր հաշվարկը, որ կամ հիմա դառնում է տերություն, բարես բուն իմաստով, ռեգիոնալ տերություն, Ալիև Փաշաևների երկարատև պատմական կառավարման ներքո, կամ ոչ, այստեղ արդեն 100%-անոց հաշվարկի խնդիր չի, այստեղ թե որն է նպատակը դա է, ես բոլոր դեպքերում, երբ որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մեղմ ասած սխալ է, մենք նույնիսկ իր սխալներից եւ բացթողումներից օգտվելու հնարավորություն չենք ունենալու։ Դա է ամենացավալին։ Որպեսզի դու կարողանաս հակառակ կողմերի սխալ հաշվարկից օգտվես, դու պիտի ճիշտ գիծ վարես։ Իսկ Հայաստանի Հանրապետության գիծը տարալուծվելու ռեգիոնի մեջ թուրքական տարի հետ պատմական կոմպրոմիսի հասնելու ոչ թե հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բնականն է, այլ պատմական կոմպրոմիսի հասնել թուրքական աշխարհի հետ եւ այլն, այն պարագայում, երբ դրա կարիքը չկա եւ դա չի փրկի, եթե ինչ որ հարմարամակներ լինեն, որ դա փրկելու է, կարելի է դրան էլ գնալ, այլ ուրիշ բաներ են պետք մեզ պետք չի տարալուծվել միջավայրում, մեզ պետք է այնպեսի հենք գտնել, որպեսզի այս միջավայրը մեզ չուտի, այս պատմական փուլում, սա ամենակարևոր նպատակն է։ Այդ պարագայում Ալիևը ճիշտ է, թե սխալ է, մենք դրա շահառուն չենք։ Սա է ամենակարևորը։ Հնարավոր է, որ ինքը բոլոր հաշվարկներում ճիշտ դուրս գա, հնարավոր է, որ սխալ դուրս գա։ Մեզ ինչ դրանից, որովհետև մենք դրանից չենք օգտվի։ Դրանից կօգտվեն ինչ-որ իր սխալներից էլ ինչ-որ մեկը կօգտվի, ինչ-որ շատ ուժեր կա։ Հա, իր հաղթանակից էլ կօգտվի առաջին հերթին ինքը եւ այն երկրները, որոնք խաղադրույք են անում այդ ճանապարհի վրա։ Օրինակ ասենք Իսրայելը, Թուրքիան, ինչ-որ չափով Ռուսաստանը։ Սա է իրողությունը։ Դրա համար մենք ոչ թե պետք է միայն հետևենք Ալիևի ճանապարհին, առավելևս արդեն կրկնել չենք կարող։
ընդհանրապես չեն կարող, որովհետև մենք ինչը վաճառենք, որպեսզի ստանանք պայմանական $50 միլիարդ եւ այն ներդնենք մեր անվտանգությունը բարձրացնելու վրա, որտեղից, հա։ Նշանակում է մենք պետք է այլ ճանապարհով գնանք էֆեկտիվության, տարածաշրջանային մեր դերը ընկալելու եւ այն լավ իմաստով աշխարհի վրա վաճառելու ամենաբարձր հնարավոր շուկայական գնով։ Մենք այդ ճանապարհի մասին դեռ կխոսենք, պարոն Հովհաննիսյան, բայց հիմա եւս մեկ ճշգրտող հարց։ Ես իզուր չէ որ խոսեցի Ալիևյան կարմիր գծերի մասին, որը ըստ իս չի խախտում երբեք։ Ես վստահ եմ, որ եթե այդ կարմիր գիծը այս պահին չլիներ, Ալիևը վաղուց հարձակվել էր Հայաստանի վրա։ Հիմա ո՞րն է այդ կարմիր գիծը այդ պահին, որը նրան կանգնեցնում է, եւ ինչ պետք է փոփոխվի, որպեսզի այդ կարմիր գիծը առաջ գա։ Ուրեմն պատերազմը։ Ես համոզված եմ, որ ինքը ընկալում է, որ մինչ Իրանի դեմ պատերազմի ցանկացած իր ակտիվ գործողություն բացասական է ընկալվելու, որպես մի բան, որ շեղում է այդ պլաններից եւ այդ հնարավորությունը չի մոտեցնում այդ հնարավորությանը, իր հաշվարկը դա է, որ նորից կրկնում եմ, եթե Իրանի հետ պատերազմը սկսվում է մեկ եթե, երկրորդը այն անցնում է ցամաքային փուլի, իսկ դա կարող է չլինել, օրինակ պատերազմ լինի, բայց միայն հրթիռակոծություն։ Իրանը արդեն հայտարարել է, թե որ երկրների դեմ կիրառի գործողություններ, եթե դրանք թույլ տան, որ իրենց տարածքով ինքնաթիռներ Խամենեի հայտարարության մասին է Այո, եւ Իրանը հայտարարել է եւ այդտեղ Ադրբեջան չկա, որտեղ պարզ է որ այն կողմից է գալու, չէ, արևմուտքից է պայմանական գալու։ Բայց եթե խոսքը գնում է ցամաքային օպերացիայի մասին, Ադրբեջանը դառնալու է հույժ կարևոր։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը սպասում է այդ պահին, որպեսզի ստանա հավելյալ հնարավորություններ։ Իսկ ռիսկերը հավելյալ այդ դեպքում Ադրբեջանի համար շատ մեծ են, բայց նորից եմ կրկնում, Ալիևը գնում է Վաբանկ, իր համար ինչ է մարդկային զոհերն են, դուք իսկապես մտածում եք, որ ադրբեջանցիների կյանքը առանձին վերցրած եւ միասին ինչ-որ արժեք է իր համար։ Իշխանություն, բնականաբար վտանգելու ռիսկը։ Բանկա, օրինակ այլ երկրի օրինակ։ Սենատոր Տեդ Կրուզը շատ պահպանողական, շատ աչ եւ հիմա արդեն շատ պրոտրամփական հայտարարել է, որ եթե հանկարծ Տրամպի տարիֆները բերեն ռեցեսիայի տնտեսության մեջ, ապա 26 թվականի ընտրությունները դա արյունալի ճակատամարտ կլինի հանրապետական կուսակցության համար, ակնարկելով, որ մենք կպարտվենք այդ ճակատամարտում։ Այսինքն իր կուսակիցը նույնիսկ եւ իր կողմնակիցը սենատոր Տեդ Կրուզը Թեքսասից ասում է, որ Թրամփը շատ ռիսկային քայլերի է գնում, որի գինը կարող է լինել, որ մենք բոլորս տուժենք, ոչ միայն ինքը, իր ընտանիքը եւ այլն, այլ մենք բոլորս տուժենք։ Բոլոր նրանք, որոնք իր բոլոր ձվերը դրել են Թրամփի զամբյուղի մեջ։ Այդ ինչի է ասի այդ տիպը մտածելակերպի քաղաքական։ Մենք այստեղ քննարկել ենք Պուտինի հանկարծակի որոշումը 3 օրում վերցնել Ուկրաինան, Կիևը, որ հարձակումը պլանավորված է, մենք բոլորս գիտենք, բայց Կիևի զավթման փորձը պետական շինությունների, կառավարական շինությունների թաղամասը, դա այդ գործիչներն են, որոնք գնում են Վաբանկ այն հաշվարկով, որ հաղթանակի գինը ահռելի է, նորից եմ ասում, Ալիև, Փաշաևներին, նախ Ադրբեջանը դառնում է ռեգիոնալ տերություն, ինչ Վրաստան, ինչ Հայաստան, նույնիսկ ինչ Իրան կամ ինչ որ մնա Իրանի տեղը, հա, սա կարևոր է։ Երկրորդը, Ալիև, Փաշաևները դառնում են օրինական կառավարող տոհմ մոտակա։ Ես չեմ զարմանա, եթե միապետությամբ հիմա ֆանտաստիկա է թվում, բայց ֆորմալ ադրբեջանական հանրապետությունը նույնիսկ դադարել լինի ադրբեջանական հանրապետություն։ Այդ գինը պատկերացրեք մի նժարին եւ դուք ասում եք պետության կորուստը։ Առավել եւս, եթե իրանական պատերազմում քո կողքին են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, դու մենակ չես, դու այդպեսի հզոր երկու, այ չունես Եվրոպայի աջակցությունը։ Չունես Մեծ Բրիտանիան, շատ կարևոր
բայց ԱՄՆ-ն եւ Իսրայելը դա լուրջ բան է, աջակցություն են դրանք, շատ լուրջ դաշնակիցներ են։ Սա է հաշվարկը, թե հիմա կստացվի, չի ստացվի, այստեղ բան չէ, մարգարեության խնդիր չկա։ Հարցը այն է, որ իր հաշվարկը իր մեջ պարունակում է, սա շատ կարևոր է, ամփոփեմ այս բանը, եւ ռացիոնալ տարեր, եւ արկածախնդրական տարեր։ Իր հաշվարկը դա ռացիոնալիզմի եւ արկածախնդրության որոշակի այսպես բան է։ Իսկ ինչ է Պուտինը, երբ որ Ուկրաինայի վրա հարձակվում էր, չունեին ռացիոնալ հաշվարկներ։ Իր դիմացը դրած էին թղթեր Մեդվեդչուկի եւ գործակալների կողմից պատրաստված, որ 70%-ը սպասում է իրեն։ Ծաղիկներով։ Դա ինձ այդպես էլ ասացին Մոսկվայում։ Դա իր ռացիոնալ հաշվարկը նաեւ դրա վրա էր։ Կա FSB-ի հաշվարկներ, որ 8% բնակչության, եթե քեզ աջակցում է, դու կարող ես օկուպացիոն ռեժիմ հաստատել եւ ահագին երկար պահել։ Ինչ ռացիոնալ է, որովհետեւ մասնագետները գալիս ասում են, որ դա հնարավոր է։ Որ արևմուտքը թուլակամ եւ այդ լավ կյանքից եւ այլն թուլացած շատ ուշ ռեակցիա կտա, այդպես էլ կար, այդպես չէր։ Իշը կարոշի շաբաթները։ Այսինքն այնպես չի, այստեղ արկածախնդրության եւ ռացիոնալիզմի որոշակի այսպես բան է։ Կծիկ է։ Պարոն Հովհաննիսյան, խոսենք նաև մեր հաշվարկներից, թե այդպեսի կան։ Դուք նշեցիք, որ մեզ անհրաժեշտ է հենք գտնել, որպեսզի մենք մեզ այս միջավայրը, որը մեզ շրջապատում է, մեզ չուտի։ Ես ինձ մոտ տպավորություն է, երբ որ ես լսում եմ մեր պետական պաշտոնյաներին, որոնք զբաղեցնում են առանցքային տեղեր կառավարությունում, կապված եւ նաև անվտանգության ապահովման հետ, որ մեզ մոտ չկա հավատ, որ Եվրամիությունը կփոխակերպվի այն գործընթացները, որոնք սկսել են, եւ հնարավոր է ժամանակի ընթացքում դառնա անվտանգության ապահովող, անվտանգություն տարածող գործոն, սփռող գործոն, այսպես ասեմ, եւ նույնիսկ կա կարծիք, մտավախություն, որ Եվրամիությունը ընդհանրապես կարող է դադարել գոյություն ունենալ։ Ըստ այդմ մենք պետք է լինենք ոչ բլոկային պետություն, որը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ունենա լավ բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ եւ մեր հետագա ապագա գոյատևման գրավականը սա է։ Շնորհակալություն գոյատևում բառի համար, գոյատևման համար հա երևի, բայց որքան քանակությամբ հայ կուզի գոյատևել այդպեսի պետության մեջ, այդպեսի ասիական աղբանոցի մեջ, որը դուք ասի էլի շատ լավ բան ասացիք, ցանկացած գնով հասնել։ Այդ ցանկացած գինը մեր հարևանները Բելգիան եւ Լյուքսեմբուրգը չեն, անդադ կրկնում եմ։ Մեր հարևանների երկրներ են, որոնք այդ գինը նաեւ քո անազատ ապրելն է եւ որքան հնարավոր է ինքնուրույն չլինելն է։ Այսինքն դա այդ գինը, որ ուզում են այդ երկրները, բոլորից են ուզում, Սիրիայից են ուզում, ում վրա կարող են, բոլորից ուզում են։ Եթե չեն ուզում ինչ-որ մեկից, օրինակ Թուրքիան Իրանի վրա չի կարող, իրենից դա չի ուզում, եթե կարողանար չէր ուզելու էր, չէ։ Հիմա սա է այդ լուծումը։ Հիմա իրենք արդեն փաստորեն դատավճիռ են ընդունել, քննել են բոլոր փաստարկները եւ ասել են, որ Եվրոպան կտապալվի։ Վտանգ կա, որ կտապալվի։ Իսկ եթե վտանգ կա, որ տապալվի, դու ինչ ես բոլոր ձվերը հակառակ զամբյուղի մեջ դնում։ Եթե ընդհանրապես վտանգ է, այսինքն ռիսկ է, որը կարող է լինել, կարող է չլինել։ Թե իրենք չեն ասում բոլոր ձվերը դնում են զամբյուղում, իրենք ասում են մենք ոչ բլոկային պետություն ենք, ոչ միտեղ չենք դնում եւ փորձում ենք բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալով շարժվենք առաջ։ Ինչի ալիևը չուզում են այդ լավ հարաբերություններ ունենալ, տարօրինակ է, երբ որ մենք ուզում ենք բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Հիմա նայեք որն է խնդիրը։ Եթե դու պարզապես հայտարարում ես դու չեզոք ես, դա մի խնդիր է։ Բայց հետո գալիս է նորմալիզացիան, արդեն այն կանոններով Էլի պետք է մենք նորմալացնենք հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ Ուզած չուզած։ Բերենք դրան ինչ որ մի երկրի հետ դա մի կերպ կլինի, մի երկրի հետ դա շատ լավ կլինի, մի երկրի հետ այնքան որ իրար չեն կրակի։ Չէ, բայց բոլորի հետ պետք է շատ թե քիչ գտնել, հա, այս լարման մեջ չեն կարող անդադ ապրել։ Հասկանալի է։ Հիմա նայեք, դու հայտարարում ես, որ դու չեզոք ես, հետո սկսում ես այդ երկրների հետ լեզու գտնել։ Հետո պարզվում է, որ երբ որ դու մենակ ես, այն պահանջները, որ իրենք ունեին, լավ, այսպես ասեմ, այն պահանջները, որոնք իրենք հույս ունեն, որ դուք ընդունես։
Միանգամից ցուցակը կրկնապատկվում է։ Միանգամից ցուցակը կրկնապատկվում է։ Այսինքն այն բաները, որ ընդհանրապես մտքով Ալիևի չէր կարող անցնել, ասենք, ոնց որ ինչպես պատերազմից հետո 7 տարի առաջ որ ինքը պանչ կդնի, հիմա դնում է, չէ՞, սահմանադրություն է ուզում Հայաստանում ընդունի, չգիտեմ, արդեն ուզում է մեր ուղեղների, մեր դասագրքերի մեջ է մտնում, վաղը լեզվի մեջ կմտնի, հավատացնում եմ ձեզ, եւ այլն, հա, մեր ազգային ինքնագիտակցության կարող է հասնի հավատին, կրոնին, չգիտեմ, չէ՞։ Սա նշանակում է, որ երբ որ դու քեզ հայտարարում ես մենակ, ապա այդ նորմալացումը հարևանների հետ լրիվ այլ սցենարով է գնալու։ Այնպես չէ, որ դու սկզբից նորմալացնում ես, հետո ես մենակ դառնում։ Դու մենակ ես այդ հարցերը կարգավորում։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է լուծարվելուն։ Եթե ես ձեզ ասեմ, որ օրինակ այդպիսի երկրներ, որ ինչպեսին ասենք Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան, շատ ավելի մեծ շանսեր ունեն մոտակա տեսանելի ապագայում լուծարվելու, քան Եվրոպական միությունը, դուք շատ կզարմանաք։ Եվրոպական միությունը ունի խնդիրներ, որոնք հավաքվել են, արագ լուծում են։ Հունգարիայի հարց են լուծում, զենքի հարց են լուծում, միասնական շուկա են լուծում։ Շատ դանդաղ չեն լուծում։ Ավելի արագ, գիտեք ինչ, մեր կառավարությունը անդադ ասում է, որ 7 տարին քիչ էր 2.5 միլիոն իրակպես 2.5 միլիոն բնակիչ ունեցող երկրում լուրջ փոփոխություններ անելու համար։ Դուք կես միլիարդանոց Եվրոպական միությունում գումարած կողքից Բրիտանիա, Նորվեգիա, Շվեյցարիա եւ այլն, դուք մտածում եք, որ սա ինչպես ասեմ, բնականորեն հնարավոր ամենաբարձր արագությունն է։ Եվ ես հավատում եմ, ոչ թե հավատում եմ զուտ այսպես ներքին համոզմունքով, այլ ըստ փաստերի, որ 3-ից 5 տարում Եվրոպական միությունը կունենա անվտանգային համակարգ ուրույն հզորագույններից մեկը աշխարհում, որը ԱՄՆ-ի վրա հիմնված չի լինելու։ Որը հենց դա է խնդիրը, որ ԱՄՆ-ի վրա հիմնված չի լինելու եւ հակադրվելու է ռուսականին։ Սա շատ կարեւոր երկու բան։ Ուրեմն հակադրվելու է ռուսականին եւ գինը դա է, ասենք ԱՄՆ-ն ասում են, որ բան արեք, ռուսների հետ նորմալացեք եւ ձեզ պետք չի լինի, բայց Ռուսաստանը հենց նույն խնդիրն է, ինչ որ Հայաստան, պատկերացեք, Եվրոպան դա Հայաստանն է։ Պուտինն ասում է, այո, նորմալանանք, ուրեմն, եւ սկսում է պատմել, թե ինչ է հասկանում նորմալության տակ։ Եվ պարզվում է, որ դա ձեռնտու չէ Բալթյան երկրներին, Ֆինլանդիային, Շվեդիային, Նորվեգիային, Լեհաստանին, Գերմանիային, Ռումինիային եւ այլն, հա, այսպես գնում ենք։ Նույնիսկ Հունգարիան էլ ձեռնտու չի, ինքը ձև է անում, թե ձեռնտու է, բայց նույնքերպ վախենում է այդ բանից, ինչ որ բոլորը։ Պարզապես ինքը մտածում է, որ դա ռեալ չէ։ Եվ եվրոպացիները հասկանում են, որ չէ, այստեղ կոմպրոմիս, այս հիմա դա անհնար է, պատմականորեն անհնար է։ Դա նշանակում է դադարել գոյություն ունենալ որպես Եվրոպա։ Եվ իրենք գնում են տարբեր քայլերի։ Այսօր մեր այդ ձգտումը դեպի Եվրոպական միություն, որը արդեն ինչ-որ օրենքը չէ, հաստատեց նախագահը ստորագրեց, օբյեկտիվորեն ձեռք է բերում նաև անվտանգային կոմպոնենտ, որը չկար։ Երբ որ Հայաստանը 2013 թվականին ասոցիացիա պետք է ստորագրեր, այնտեղ անվտանգային կոմպոնենտը, գիտեք ինչ, այսպես ակնարկի ձևով հերակա ինչ-որ բաներ կային, բայց որևէ բան չկար։ Այսօր դա այդպես է։ Արևմուտքը ունի 3, եթե դու մի բան ուզում ես ընկալել արևմտյան քաղաքակրթության տեսակետից, եթե նայում ես, միջոցներ, պատասխանատուներ, նպատակ։ Միջոցները արդեն կան, մոտ ընդհանուր առմամբ 800 միլիարդից 1 տրիլիոնից մի քիչ ավել եվրո գումարը պատկերացնում ենք, հա, 800 միլիարդից 1 տրիլիոնից։ Բայց այդ գումարը արդեն կա։ Կա, այդ գումարը կա նպատակ հավաքագրել։ Ուրեմն բոլոր երկրները 27 համաձայնվել են իրենց բյուջեն, այնտեղ այդ գումարը միտեղ չի հավաքվելու։ Որոշ մասն է, բայց օրինակ նայեք, ասենք Ֆրանսիան իր բյուջեն բարձրացնում է մինչև 4%։ Ռումինիան իր բյուջեն հա ռազմական բացատրում է, ասենք կողքից Նորվեգիան է օգտվում։ Նորվեգիան 8 անգամ մեծացրել է իր ռազմական օգնությունը Ուկրաինային։ 8 անգամը դա լուրջ թիվ է։ Իսկ Նորվեգիայի ֆինանսական հնարավորությունները ժամանակակից աշխարհում գրեթե անսահմանափակ են։
որովհետև փոքր երկիր է եւ նավթային։ Միակյան ավարտեմ եւ բան կանենք։ Եվ խնդիրը նա է, որ փողը կա, ասենք ֆոն դեր Լեյենը եւ այլն, նույնիսկ գրված է, որ փոխելու են սղաճի նորմերն են բարձրացնելու, բայց այդ փողը կա։ Կան պատասխանատուներ, մի մասը լուծվում է ինչ-որ Եվրամիության հանձնաժողովների մակարդակով, մի մասը դրվում է պետությունների վրա։ Եվ կա նպատակ։ Հիմա ամենակոնսերվատիվ հաշվարկով 5 տարի։ Ամենաօպտիմիստական հաշվարկով մոտ 3 տարի։ Եվ հետո զրոյից չեն սկսվում։ Այդ բոլոր երկրներ ունեն բանակներ, մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ, հա, ՆԱՏՕ-ի ստանդարտներ, զենք, զինամթերք եւ այլն։ Իսկ Ֆրանսիան, որը օբյեկտիվորեն դառնում է առաջատար այդ առումով, վերազինման, աշխարհում միակ երկիրն է, երևի միայն Չինաստանը եւ Ֆրանսիան են աշխարհում, որոնք ունեն ռազմաարդյունաբերական համալիր, որը կախված չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ես կասկածեմ, որ Չինաստանի կախվածությունը ավելի շատ է։ Եթե փորենք այնտեղ ինչ-որ լիցենզիաներ բան կգտնենք։ Ֆրանսիական զինամթերքի մեջ հիմնական դուք մի ամերիկյան լիցենզիա չեք գտնի, որտեղ իրենք դրան պատրաստվել են տասնամյակներով։ Երևի թե եւս մեկ հարց, ճշտող հարց, որը շատ կարևոր է, դուք ասում եք 800 միլիարդ 900 միլիարդ եվրո Եվրոպան պատրաստական է, այդ գումարը կա։ Ես լսում եմ Հայաստանի ներսում հակառակ կարծիք, որ եւ դա կարծիք է ոչ ռուսամետ ուժերից է հնչում, այսպես ասեմ ձեզ, որ առանցքային խնդիրը այս պահին դա 300 հազարանոց ամերիկյան կոնտինգենտի ապահովումն է, ներկայության ապահովումն է Եվրոպայում, եվրոպական մայրցամաքում, եվրոպացիների հաշվին, ինչպես դա պահանջում է Թրամպը, իսկ դա տարեկան 250 միլիարդ դոլար է։ Եվ ահա այստեղ է խնդիրը, որ Եվրոպան այս խնդիրը չի կարող լուծել։ Ուրեմն դա առանցքային բոլոր հաշվարկները, որ այսօր արվում են, ամեն դեպս պաշտպանության նախարարների մակարդակով եւ այն բազում հանդիպումների, որոնք շաբաթը մեկ լինում են, չէ՞, կապված այդ նոր Եվրոպայի, նորացված Եվրոպայի։ Ես շեշտում եմ Եվրոպայի, ոչ Եվրամիության, որտեղ այստեղ ծրագրերում ներառված են նաեւ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, նույնիսկ Շվեյցարիան։ Եվ բոլոր այդ ծրագրերում հաշվարկը այսպես է, ամենառադիկալն է։ Դա չի նշանակում, որ այդպես էլ կլինի, բայց իրենք վերցնում են ամենավատ տարբերակը, որ ամերիկյան բանակը հավաքում են եւ գնում են։ Այսինքն բոլոր ծրագրերը ելնում են այդ վերջնակետից։ Այնպես որ սա իրենց համար անակնկալ չէ, սա հաշվարկ է։ Եթե ինչ-որ մի մասը մնա, հոյակապ է։ Եվրոպացիները դեմ չեն լինի, ասենք կեսը մնա, բայց իրենք հասկանում են, որ 300,000 չի լինելու։ Չի լինելու 300,000, որովհետև Միացյալ Նահանգների նպատակն է կրճատել բանակը Եվրոպայում, դրա փոխարեն ստանալ Ռուսաստանից միջուկային զենքի շատ կտրուկ նվազեցման համաձայնություն։ Փոխհամաձայնություն։ Սա է Տրամպի ադմինիստրացիայի ծրագիրը, որոնք իրենք վերցրել են ինչ-որ ուզում էր Բայդենի ադմինիստրացիան, մի քիչ չէ, բավական ձևափոխել են, հիմա սա է։ Եվ Եվրոպան գիտակցում է, որ 300,000 ամերիկացի զինվոր հաստատ 5 տարի հետո Եվրոպայում չի լինելու։ Այսինքն այստեղ հետ դարձի ճանապարհ դուք արդեն չեք տեսնում։ Բոլոր ղեկավար, նայեք, անպայման Տրամպից հետո ինչ-որ մի օր կգա ղեկավար, որը կփորձի նորմալացնել հարաբերությունները։ Թրամպի օրոք չեք տեսնում։ Չէ։ Որ այդ կոնտինգենտը կմնա, որ կհամաձայնեցվեն։ Կարևոր չի ես տեսնում թե չէ։ Ես ասում եմ, որ եվրոպացիները հաշվարկում են, որ այն ամբողջությամբ է դուրս գալու, ամբողջությամբ։ Միակ երկիրը, որը դրանից ֆրուստրացիա ապրում, Իտալիան է, որովհետև իր վախերը ավելի շատ են։ Ինքը հենց հարավային մասում է, բոլոր վտանգները որքան հնարավոր են մերձավոր արևելքից սկսած Աֆրիկայից վերջացած եւ այլն գալիս են այդ կամ արևելքից կոպիտ ասած տակից, չէ՞։ Ապենինյան թերակղզի։ Հա, ինքը ամենախոցելին է։ Բացի իտալացիներից, որոնք ասում են, չէ, եկեք խոսեք, Իտալիան կարող է լեզու գտնի պահի են զորքերը, ինչ որ իր հաշվին, ինչեւ։ Հա, բայց Մեծ Բրիտանիայի փաստորեն այսօր եւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի մոտեցումը այն է, որ այդ բանում արևելյան Եվրոպայում իրենք կարող են ռուսներին հակադրվել առանց ամերիկյան անմիջական մասնակցության։
Սա հայտարարվում է պաշտոնապես, սա ասվում է թե պետության ղեկավարների մակարդակով Մակրոն, Մերց, Ստարմեր, Դուդա ասեցի կներեք Տուսկ եւ այլն, հա, այդ թևը։ Եվ դա ասվում է արտգործնախարարների, շտաբերի պետերի եւ այլն մակարդակով։ Եվ այստեղ Նորվեգիան, որը Եվրոպական միության մեջ չի մտնում ինչ-ինչ պատճառներով, տնտեսական զուտ, ոչ քաղաքական։ Այս ալյանսում լյովին իրեն տեսնում է, որովհետև ինքը Ռուսաստանի համար մեկ զոհերից մեկն է լինելու Արկտիկ շելֆի հետ խնդիրների պատճառով։ Սա խնդիրը այն է, որ Միացյալ Նահանգները նորից կրկնեն։ Կփոխվի կառավարություն, իրենք հարաբերությունները Կանադայի հետ էլ կնորմալացնեն, Եվրոպայի հետ էլ կնորմալացնեն, բայց ինչպես ասեց Կանադայի արտգործնախարար Տիկին Ջոլին, երբեք էլ Կանադա-Ամերիկա հարաբերությունները չեն լինի այն, ինչ որ էին մինչ Թրամփը։ Այսինքն դա կլինեն նորմալ, լավ հարաբերություններ, բայց սիմֆոնիկ ինտեգրված հարաբերություններ երևի թե էլ չեն լինի։ Կամ ամենայն դեպս դրա վերականգնումը թել կտրելը հեշտ է, կտևի տասնամյակներ, ինչպես ես պնդում եմ, որ մոտակա տեսանելի սերունդ եւ բավական երկար պատմական շրջանում Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմական դաշնակիցներ չեն լինի։ Բոլոր թելերը կտրված են ռուսների կողմից ստորում կտրված։ Եվ դրանց վերականգնումը պահանջում է շատ պայմաններ, որի կեսը ավելին Հայաստանից կախված չէ, որ Ռուսաստանը ուրիշ պետք է լինի, որ Ռուսաստանը բոլոր երկրներին ալաչկով պետք է նայի, որ էքսպանսիոնիստական, իմպերիալիստական այդ ցնդաբանությունը պետք է իրենցից հանել, ինչպես վարակիչ հիվանդություն քրոնիկ դարձած արդեն եւ այլն, ինչքան գործոններ կան։ Նույն բանը Եվրոպական միություն եւ բրիտանական համագործակցությունը մի կողմում, Միացյալ Նահանգները մյուս կողմում։ Եվ ես կարծում եմ, որ Թրամփի ադմինիստրացիան հատուկ է ամեն ինչ անում շատ կտրուկ եւ խիստ կերպով, որպեսզի շանս չտա վերադառնալ, ինչպես իրենք են ասում, բայդենյան դեմոկրատական համակարգին։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան հետաքրքիր զրույցի համար, մեր հյուրն էր քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավարի եւ կշարունակենք մեր եթերը։ Շարունակում ենք մեր եթերը։ Շարունակում ենք այն տեսակապով, մեր հյուրն է ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Պարոն Ներսիսյան, կա այսպիսի մի կարծիք, ես այն հանդիպել եմ մեր համացանցում, համացանցի անձայրացիր տարածքներում, կես կատակ, կես լուրջ, որ Եվրոպան վախենում է եւ փորձում է ստանալ Ամերիկայի օգնությունը, ունենալով 500 միլիոն բնակչություն, փորձում է եւ հայցում է ԱՄՆ-ի օգնությունը, որը ունի 300-350 միլիոն բնակչություն, որպեսզի նա պաշտպանի Եվրոպային 140 միլիոնանոց Ռուսաստանից, որին այս պահին հակազդում է եւ հակառակվում է 40 միլիոնանոց Ուկրաինան։ Եթե մենք փորձենք այս կես կատակ, կես լուրջ հայտարարությունը, որտեղ կա նաև իրականություն կապված բնակչության հետ, ծավալների հետ, բերել եւ պրոյեկցիա անել իրականություն, որքանով է այս պահին ուժերի դասավորացությունը, հա, արտահայտում այդ իրականությունը։ Այս պահին Եվրոպան, եթե ունենա այդ քաղաքական կամքը, որոշումը եւ կոնսոլիդացնի սեփական ուժերը, Եվրոպան կարող է հակազդել Ռուսաստանին, Պուտինյան Ռուսաստանին սեփական ուժերով, եթե մենք ընդունում ենք, որ Թրամփի ԱՄՆ-ն հանում է 300,000-անոց զորքը եվրոպական մայրցամաքից եւ Եվրոպան մնում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ միայնակ։ Խնդրեմ։ Ստեղ այդ եթեն շատ կարևոր էր, եթե կարողանան կոնսոլիդացվել, ինձ թվում է այո, որովհետև տնտեսությունն էլ է մեծ, ԵՄ-ի շատ, եւ եթե օրինակի համար բացի ԵՄ-ից նաև կա Մեծ Բրիտանիան, եւ եթե մենք տեսնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան օրինակի համար իրենց ռազմական ծախսերը 2 անգամ բարձրացնեն, որը ինձ թվում է հնարավոր է գոնե մի քանի տարվա կտրվածքով իրենք կստանան գումար, որը ամերիկյան ռազմական բյուջեից շատ չի տարբերվում, բացի նրանից, որ մի շարք այլ պետություններ էլ կան, որ բավականին հարուստ են,
այդքան չէ ինչքան այդ 3-ը, բայց իրենք էլ որ նույն բանը անեն, ինձ թվում է որ ռեսուրսներ լիովին կունենան իրենց բանակները բարձրացնել այն մակարդակի, որ ԱՄՆ-ի կարիքը այդքան չլինի։ Նույն ժամանակ պետք է հասկանալ, որ այս տարիները 30 տարին, որ իրենք տենց հանգիստ ապրել են, բավականին ինձ թվում է լուրջ պրոցես կար, որ մարդիկ էլ բնակչությունը այդ երկրներում հետ են սովորել նրանից, որ պետք է ծախսերը անեն, եւ հարց է, թե որ պետություններում այդ ռազմական ծախսերի բարձրացումը ինչ-որ նեգատիվ քաղաքական հետևանքներ կբերի կառավարությունների համար եւ որտեղ ոչ, բացի դրանից մի ուրիշ խնդիր էլ կա, բացի փողից, գումարից, նաեւ կարեւոր է որ դուք հենց զինվոր ունենաք այն քանակի, որ պետք է եւ իրենք դե ոչ մեկ զորակոչ չունեն, այդ պետությունները գրեթե որևէ մեկը չունի եւ հետ գալը օրինակ համար այդ լոգիկային նաեւ կարա բավականին ցավոտ լինի հենց բնակչության կողմից եւ քաղաքական ինչ-որ նեգատիվ կարող է բերել հետևանքների, բայց պետք է նաեւ նշել, որ եթե գումարային կոմպոնենտը ռեսուրսային ավելանա, կարող են նաեւ փորձել շատացնել հենց պրոֆեսիոնալ զինծառայողների քանակը իրենց բանակներում, այս ամեն ինչն է ամենաշատ դժվարացնում, նա որ համակարգը շատ պետությունների պատրաստել չի այդ ծախսերի բարձրացմանը եւ կտևի ահագին ժամանակ, որ իրենք կարողանան լիովին ծախսել նաեւ այդ գումարները, օրինակի համար գերմանական արտադրությունը ռազմական ինքը գտնվում է բավականին դժվար վիճակում, այդ տեսակետից չեն կարող հիմա 100 միլիարդ կարելի է իրենց տալ 200 միլիարդ, բայց դա չի նշանակում, որ իրենք կարողանալու են միանգամից այդքան զինտեխնիկա արտադրել եւ զինամթերք։ Այդ տեսակետից Ֆրանսիայի դիրքը մի քիչ ավելի լավն է, բայց այդ նույն խնդիրները այնտեղ կան, բայց մի քիչ ավելի քիչ մասշտաբով, որովհետեւ իրենք ավելի ակտիվ են այդ ուղղությամբ զբաղվել, գոնե կոմերցիոն շուկայում իրենք շատ ակտիվ էին այս վերջի տարիները եւ իրենց համար արտադրության քանակները բարձրացնելը մի քիչ ավելի քիչ ժամանակ պետք է որ զբաղեցնի։ Պարոն Ներսիսյան, վերադառնանք գումարային խնդիրներին, ես կարող եմ սխալվել, խնդրում եմ ինձ ուղղել թվերում, որքանով ինձ հայտնի է 300,000-ով կոնտինգենտ է հիմա Եվրոպայում, ամերիկյան, որի տարեկան ծախսերը 250 միլիարդ դոլար են։ Եթե նորից ես չեմ սխալվում, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ամենախոշոր պետությունների ռազմական բյուջեն ամեն մեկը մոտավորապես 40-ից 60 միլիարդ դոլար է։ Այսինքն այդ ինչքան գումար պետք է Եվրամիությունը ուղղի, որպեսզի ամերիկացիներին փոխարինի սեփական ուժերով, որպեսզի այդ պայմանական 300,000-ով կոնտինգենտը ստեղծի եւ պահի սեփական ուժերով առանց ամերիկացիների։ Այստեղ թվերը մի փոքր շատ մեծ է տարբերությունը, այսինքն երևի թե երկու անգամ էլ եթե բյուջեները մեծացնեն, այդ խնդիրը չի լուծվելու։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, ինչն է, որ ամերիկյան զորքը Եվրոպայում պահելը շատ թանկ է ինքը իրենով, որովհետև աշխատավարձներն են տենց ավելի բարձր, քանի որ իրանց երկրից դուրս են ծառայում, բացի դրանից ամերիկյան բանակում աշխատավարձներն են ավելի բարձր, քան Եվրոպայում, լոգիստիկ իրանց ապահովելն են հավելյալ բավականին լուրջ ծախսեր, եթե մենք վերցնենք օրինակի համար այդ զորախմբի կոմպոնենտ, որպես նաև 2-3 իրանց մեծ նավերը նավատորմից, օրինակ հենց իրանց այդ aircraft carrier-ները, ավիանոսեցները, իրանց այդ ամեն խմբի պահելը ահավոր թանկ է ու շատ մեծ գումար ամեն տարի գալիս, ինչ որ կոմպոնենտներ կարան չլինեն էլ, որոնք ամերիկան պետք է ունենա, որ կարողանա իրանց ռազմական ուժը կիրառել Եվրոպայում, այդ իմաստով ես չեմ կարծում, որ 300,000-անոց հավելյալ եվրոպական կոնտինգենտը կարժենա նույն գումարը, ինչ որ ամերիկյանի պահելը, բացի դրանից պետք է հասկանալ, որ մենք
3 երկրից ենք հիմա խոսում, բայց այնտեղ կա սկանդինավյան երկրներ, որոնք հիմա էլ բավականին օրինակ մեծ օդային ուժ ունեն, մինչև 200 կործանիչ մենակ սկանդինավյան պետությունները ունենք Լեհաստանը, որը շատ ակտիվ զինվում է եւ շատ մեծ գումարներ է ծախսում եւ եթե իրենց պատվերները օրինակի համար զինտեխնիկայի նայեք, կտեսնեք, որ իրանք պլանավորում են ունենալ մինչև 2000 տանկ, մի քանի տարուց եւ պատվերներ կան ԱՄՆ-ում, պատվերներ կան Հարավային Կորեայում, բավականին մեծ քանակի հրետանային համալիրներ, այդ իմաստով ես մեկը համաձայն չեմ այն թեզի հետ, որ այդ գումարը չկա, որ Եմեն կարողանա հենց Ռուսաստանի հետ ունենալ հավելյալ ուժային բալանս եւ նաեւ ավելել, քան Ռուսաստանը ունի ռեսուրսներ ունենալ։ Պետք չի մոռանալ, որ Ռուսաստանի ռազմական բյուջեն էլ այս պատերազմային իրավիճակում, երբ որ իրանք մոբիլիզացրել են ահագին մեծ ռեսուրսներ, չի գերազանցում 150 միլիարդ դոլար գումարը, որը հիմա էլ ավելի մեծ է ԵՄ-ում։ Էֆեկտիվության մասին է ծախսերի նաև ստեղ խոսքը գնում, կան երկրներ, որոնց հետ կարելի է ավելի շատ համագործակցել հենց ռազմական տեխնիկա գնելու պահով, եթե Եվրոպայում չի երիքում, գոնե սկզբի փուլում նույն օրինակ, եթե մենք նայենք ինչ արժի Հնդկաստանում արտադրած հարավային կորեական K9 հրետանային համալիրը եւ ինչ արժի դա հարավային Կորեայում, մենք տեսնենք 2 անգամ տարբերություն։ Նույնը կարելի է ասել ուրիշ տեսակի նաև լիցենզիայով արտադրվող զենքի ու զինամթերքի մասին, բավականին պետք է կրեատիվ մոտենալ այս խնդրի լուծմանը եւ այդ ժամանակ ամեն ինչ կարող է ստացվել, բայց այստեղ ամենակարևորը հենց նա է, որ կարողանան գոնե 3-4 ամենամեծ պետությունը իրար հետ նստեն եւ պայմանավորվեն, թե ոնց են շարժվելու, որը նախկինում երբեք չի ստացվել լիովին անել։ Տեսնենք այս անգամ կփոխվի մի բան թե ոչ, բայց այդ օրինակ եվրոպական բանակի կոնցեպտը արդեն տասնյակ տարիներ է քննարկվում, բայց մենք երբեք չենք տեսել, որ դրան այդ խնդիրը լուծվի որևէ ձև։ Պարոն Ներսիսյան, մեզ համար կարծում եմ կարևոր է այն ինչ է լինելու Եվրոպայի հետ, ես հատուկ Եվրամիություն չեմ ասում եմ Եվրոպա, որովհետև կա նաև Մեծ Բրիտանիա, որը եւս հավելյալ անվտանգային գործոն է կարծում եմ, եւ այս պահին կան մարդիկ Հայաստանում, ես կոչում եմ նրանց եվրոսկեպտիկներ, որոնք մտածում են եւ կարծում են, որ կապել հույսերը Եվրոպայի հետ ապագայում, հա, որպես անվտանգային գործոն, որի հետ մենք կարող ենք ունենալ գործընկերային, հա, հարաբերություններ, ես հատուկ չեմ ասում, որ Եվրամիությունը մեր անվտանգությունն է ապահովելու, այնքան էլ ողջամիտ չէ, որովհետև Եվրոպան այս պահին դրան պատրաստ չէ, Եվրոպան սեփական կարողությունները չի կարողանում մոբիլիզացնել, չի կարողանում պայմանավորվել, հետևաբար մենք պետք է մեր հույսերը դնենք միայն մեզ վրա եւ կառուցենք մեր հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ։ Այդ թվում նաեւ անվտանգությունը ապահովելու, կամ կառուցենք, կամ անենք այնպես, որպեսզի այդ երկրները, չգիտեմ ինչպես մեզ վրա չհարցակվեն, բայց մի խոսքով Եվրոպայի հետ հույսեր չկապենք։ Որքանով է ողջամիտ այդպիսի մոտեցումը, որքանով է այդ մոտեցումը համապատասխանում իրականությանը, եթե մենք փորձենք այս պահին մտածել եւ փորձենք կանխատեսել այն, ինչ տեղի է ունենալու Եվրոպայում մոտակա տարիների եւ տասնամյակների ընթացքում։ Իմ կարծիքը ստեղ տարբերվում է այն իմաստով, որ ես ոչ եվրոսկեպտիկ եմ, ոչ էլ Եվրոպ տենց ֆան եմ, որ ասում են հակառակ ամեն ինչը խզենք գնանք մենակ Եվրոպա, դա էլ մի քիչ ինձ թվում է այս պահին դժվար կլինի, պետք է աշխատել բոլոր այն պետությունների հետ, որոնք ուզում են Հայաստանի հետ աշխատել եւ պատրաստ են Հայաստանին տրամադրել ռեսուրսներ եւ օգնել Հայաստանին գոյատևել այս դժվար ժամանակներում։ Այդ իմաստով ես կարող եմ ասել, որ ԵՄ-ում Եվրոպայում կա օրինակ Ֆրանսիան, որը շատ լուրջ Հայաստանի համար շատ լուրջ պարտներ է այս պահին, գործընկեր, եւ ես չեմ կարող ասել, որ այդ երկիրը քիչ բան է անում եւ պետք է իրանց հետ չաշխատել։ Շատ կարեւոր է
ինչքանով կարելի է ԵՄ-ի հետ էլ պետք է աշխատել խորացնել կապերը, նաև տնտեսական իմաստով դա հետաքրքիր կարող է լինել, բայց մենք պետք չէ մոռանանք Ասիայի երկրները, որոնք զարգանում են եւ ավելի մեծ գործոններ են դառնում ամեն տարի եւ Հնդկաստան, ինչու ոչ ինչ-որ չափով Չինաստան, այդ ամեն ինչը ինձ թվում է բավականին adekvat է, որ մենք չկրկնենք այն նույն սխալը, որ նախկինում արել ենք, հիմա Ռուսաստանից 100%-անոց կախվածությունը իր նեգատիվ տարբեր էֆեկտները բերեց, նույն բանը չունենանք, նույն սխալը չկրկնենք այն իմաստով, որ երբ որ դուք կախված եք մեկ ակտորից, կարող է 20 տարի լավ լինի ամեն ինչ, բայց մի բան կարող է փոխվի եւ խնդիրներ առաջանան, իմիջիայլոց նույն բանը ինչ որ հիմա հենց ԵՄ-ի եւ Եվրոպայի հետ եղավ, 20 տարի չէ, երկրորդ համաշխարհայինից հետո իրանց մոտ ամեն ինչ լավ էր ԱՄՆ-ի հետ, բայց այսօր այդ սաղ ժամանակը անց մենք տեսնում ենք, որ պատկերը փոխվում եւ իրենք այդքան էլ պատրաստ չէին դրան։ Անդրադառնանք նաև մեր տարածաշրջանում իրավիճակին, պարոն Ներսիսյան, մեր հարավային սահմաններում կարծես թե շատ հերթական վտանգներն են գեներացվում կապված Իրանի հետ եւ Իրանի շուրջ այն բանակցություններին, որոնք կարծես թե այս պահին կանգ են առել ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունների մասին է շուրջ խոսքը գնում։ Ձեր գնահատականն է, ինչպես եք գնահատում պատերազմի հավանականությունը այս պահին։ Մեծ պատերազմի հավանականությունը, ասենք օրինակի համար, որ ԱՄՆ-ն կփորձի ինչ-որ օկուպացիոն զորք այնտեղ մտցնել, ոնց որ Իրաքում եղավ 2003 թվին, ինձ թվում է բավականին քիչ հավանական է տենց մասշտաբի սցենարը, նաև ինչ-որ տենց մի ամիս տևող բարձր ինտենսիվության օդային օպերացիան էլ ես այդքան էլ բարձր չէի գնահատի դրա ռիսկերը, ամենա երևի ռեալիստիկ նա է, որ տենց ցուցադրական կարող է մեկ օր, երկու օր հարված հասցնեն, որից հետո օրինակ բանակցություններ ինչ-որ սկսել փորձեն, կամ էլ որևէ օպերացիա չլինի եւ մենք բոլորս կարող ենք հիշել Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի խնդիրները Թրամփի առաջի շրջանակում, երբ որ իրենք հավաքեցին զորքերը երկրի շուրջ բավականին տենց լուրջ ֆոն սարքեցին, որ հեսա կարող է պատերազմ լինի, բայց դրանից հետո բանակցելու, դա էլ հնարավոր է, եւ ես ճիշտը որ ասեմ, մինչեւ իմ աչքերով չտեսնեմ, որ ԱՄՆ-ն տենց լուրջ հարձակում է Իրանի վրա սկսել, չեմ հավատալ, որ այդ սցենարը ռեալիստ է։ Մեկը բավականին դա ծանր հետևանքների նաև կարող է բերել, երևի եթե չհաջողվի այդ օպերացիան, այդքան չհաջողվի, ինչքան իրանք պլանավորում են, օրինակի համար Իրանը դրանից հետո կարող է իսկականից միջուկային զենք ստանա։ Ուրիշ սցենարներ էլ բնականաբար կան, բայց այդ սցենարն էլ մենք ունենք եւ ինձ թվում է, որ դա մեծ գործոններից մեկն է, որը հակառակ ինչ-որ զսպիչ էֆեկտ ունի ԱՄՆ-ի վրա, բայց նաև տեսնում ենք, որ Իսրայելը մեծ ջանքեր է թափում, որ ամեն ինչ անի Պարոն Ներսիսյան, Իրանը ծանուցումներ է ուղարկել ըստ իրանական պաշտոնյայի, որը չի ցանկացել ներկայանալ, ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ցանկացած աջակցություն, ներառյալ իրենց օդային տարածքը կամ տարածքը ԱՄՆ-ի բանակի հարձակման դեպքում ԱՄՆ-ին տրամադրելուն կդիտվի որպես թշնամական գործողություն։ Արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը չի դիտարկվում այս երկրների ցանկում Իրանի կողմից։ Հետաքրքիր հարց է, ինձ թվում է, որ Ադրբեջանը ինչքան ես իրանց քաղաքականությունը հասկանում եմ, երբեք չի համաձայնվի այդ ուղիղ մասնակցություն ունենալ այդ պատերազմում, որովհետև իրենք ճիշտը որ ասենք Հայաստանի հետ էլ բավականին զգուշ քաղաքականություն են միշտ ցույց տվել, փորձել են մի քանի անգամ փոքրից ճնշումը բարձրացնել, նոր դրանից հետո ռազմական գործողություններ են միշտ սկսվել, այստեղ ռիսկերը Ադրբեջանի համար շատ բարձր կլինեն, որովհետև իրանք Իրանի հետ սահման ունեն եւ ամեն ինչը կարա նաեւ իրենց համար վատ վերջանա,
այն իմաստով, որ եթե օրինակ Իրանը որոշի ուղիղ հենց ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի հետ, նաև հարվածներ հասցնել, զորք մտցնել երկրի Ադրբեջանի համար դա բնականաբար շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Ես չեմ զարմանա, եթե իրանք բացվել են նաև Իրանին, որ իրենք չեն պլանավորում որևէ ձևի ուղիղ մասնակցություն ունենալ։ Մենք նաև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքները գնալով ահագնանում են, արդեն կրակում են Հայաստանի տարածքների ուղղությամբ, չնայած նշանառու դեռ կարծես թե նշան չկա այդպիսի կրակ, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները եւ անընդհատ մեղադրանքներ, որ Հայաստանից են կրակում, չնայած բոլորն հասկանում են, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանը կարծես թե ակնհայտ պատրաստվում է էսկալացիոն գործընթացների։ Ձեր կարծիքը։ Դե ամենամինիմումը ստեղ նա է, որ իրենք չեն ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, գոնե այս պահին չեն ուզում եւ ամեն ինչ անում են, որ այդ թեման ոնց որ կարողանան մի կողմ դնել եւ նաեւ ցույց տան միջազգային հանրությանը, որ մենք չենք ստորագրում, որովհետեւ սահմանին sense խնդիրներ կան, հայերը լավը չեն ուզում, իրանք սուտ են խոսում, որ կոնստրուկտիվ են, այդ կոմպոնենտը կա, նաև բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը միշտ պատերազմի դուռը չի կիսաբաց է պահում, չի փակում եւ այս տիպի գործողությունները նաև Ադրբեջանի հանրությունում թույլ են տալիս բացատրել, թե ինչու Հայաստանի հետ կոնֆլիկտը դեռ չի վերջացել, որովհետև ես կարծում եմ, որ նաև այնտեղ էլ արդեն կարող են լինել ահագին քանակի մարդիկ, որ չեն հասկանում, թե ինչու ենք մենք շարունակում այս հակամարտությունը, եթե ինչ որ մենք ուզում էինք ստացել ենք արդեն, եւ ստացել ենք 23 թվին։ Այդ իմաստով ես չեմ կարող ասել, որ մոտակա շաբաթները մենք էսկալացիա ենք սպասում, բայց ռիսկեր կան այդ սցենարի նաև։ Շատ դժվար հարց, բայց այնուամենայնիվ կարծում եմ հարցը այս պահին տեղին է։ Ինչպիսին է հարաբերակցությունը ուժերի Ադրբեջան-Հայաստան։ Իմ կարծիքով իրենք դեռ առաջ են մեզնից մի քանի պատճառով, առաջինը, որ 2020 թվի պարտությունը ավելի մեծ, օրինակ, հենց տեխնիկական կորուստների է բերել Հայաստանի կողմից եւ մենք հիմա գործում ենք ակտիվ վերազինվել, գոնե այն ինչ-որ դրա մասին է ասում, բայց նույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը զինվելու process-ը երբեք չի դադարեցրել եւ շարունակում է եւ նաև եթե բաց աղբյուրները նայենք հիմա էլ մեզնից շատ է գումար հատկաց կարողանում հատկացնել այդ ուղղությամբ եւ դա ցույց է տալիս, որ մենք բավականին դժվար խնդիր պետք է լուծենք, կարողանանք ռազմական բալանսը գոնե այն կետի բերել, որտեղ մենք կարող ենք լիովին պաշտպանվել եւ Ադրբեջանը չկարողանա մեզնից ռազմական ճանապարհով որևէ լուրջ տարածք գրավել, բայց նույն ժամանակ Ադրբեջանն էլ չի կանգնում, մենք բացի նրանից, որ պետքա առաջ շարժվենք ավելի արագ, քան իրանք են դա անում, գոնե ինչ-որ հարցերում եւ ստեղ էֆեկտիվությունը աշխատանքի շատ կարևոր է, ոնց են ծախսվում մեր գումարները, որովհետև գիտենք, որ Ադրբեջանում մեկը կոռուպցիայի էլեմենտը բավականին բարձր է մնում, իրանց որոշ գնումներում դա բավականին ակնհայտ երևում է, մինչև հիմա էլ ինչ գումարներով ինչքան զենք են առնում, բայց այստեղ եթե մենք մաքսիմալ էֆեկտիվություն չցուցաբերենք, շատ դժվար կլինի իրենց հասնելը եւ լիովին պաշտպանություն կառուցելը։ Նույն ժամանակ տեսնում ենք, որ մեր ծախսերն էլ են մեծացել եւ այն գումարների հետ, որ այսօր բանակը ունի, աշխատել կարելի է եւ կարելի է իմ կարծիքով 3-4 տարուց հասնել գոնե այն պահի, երբ որ մենք կարող ենք բավականին լավ պաշտպանվել։ Շնորհակալություն, պարոն Ներսիսյան։ Ձեզ էլ շնորհակալություն։
Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։